Բանակում չծառայածների կառավարությունը նախկինում բանակի օրն այսպես էր նշում. այս տարի տոնական օրը ՔՊԱ-ականների ոտքը եռաբլուրջ չմտավ։ Հսկայական արա բանակը մենք զորք ենք արա, այսօր մենք բանակը սա ժողովրդս բանակ ենք արա, ինչ վարչապետ, ինչ կառավարություն, ինչ բնը, սաղ ինչքան փախած զիբիլկայք են մտել են կառավարություն, սաղին էլ գիտեմ հատատով։ Հատ բոլորին գիտի հանրությունը, իսկ Պապիկյանը բանակից փախած ՔՊԱ-ականներին դեռ փնտրում է։ Կարող է ինձ ամեն օր հայհոյեք կամ իմ գործունեությունը վատաբանեք, բայց եթե այս հարցում ինձ համապատասխան ինֆորմացիա կտաք ու կդառնաք իմ դաշնակից այս հարցում, իմացեք, որ ես ձեր գործընկերն ու դաշնակիցն եմ, որովհետև ես նման բաներ ուղղակի չեմ կարող հանդուրժել։ Ոչնցի ոչ Պապիկյան, դրանք անձի ոչ բան չեմ հետաքրքրում դրանք անձի։ Այսօր բանակ չկա, այսօր սա հողը տվին, սա ամեն ինչ տվին, այսօր դարել են Թուրքի հետ աղբերներ ընկերներ, ինչ բանակի մասին է խոսքը ես չգիտեմ, չկա հիմա բանակ հասկացություն չկա։ Այս պատերազմից հետո բանակ չկա, եթե չկա միասնություն, չկա հարգանք, այսօր դրանք չեն հարգում, այս սուրբ երեխեքին էս կյանքը տվին էս հանուն հողի, այսօր գնացել Թուրքի հետ աղբերություն են անում, չկան իմ իրանք չկան, բանակ չկա, ինչ Պապիկյան, ինչ մյուս, սաղել իմ ոչ մի բան է, զիբիլներ է սաղել, դա մարդ չկա իմ։ Փաստն այն է, որ ՔՊԱ-ականների մի ամբողջ բանակ բանակում չի ծառայել։ Տարբեր պատրվակներով զինվորական ծառայությունից ազատված ՔՊԱ-ականները հայտնվել են իշխանության բարձր էշելոններում։